Եկեք վերհիշենք, որ կաթողիկոսը կատարելով իր գործառույթը որպես եկեղեցու ղեկավար ազատել էր Մասյազոտնի թեմի առաջնորդին մի լիազորություն, որը բացարձակ եկեղեցական կանոնակարգի շրջանակներում է տեղավորվում եւ փաստացիորեն պետությունը իր տարբեր ճյուղերով, դատական համակարգով, իրավապահ համակարգով միջամտություն է ցուցաբերել եկեղեցու նկատմամբ եւ ոչ միայն դատարանով փորձել պարտադրել հակառակ որոշումը, այլև քրեական գործ է հարուցվել, որով անցնում են մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ, այդ թվում եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Սա բնականաբար քաղաքական որոշում է, խայտառակություն եւ այսպիսի դեպք պատմության մեջ, երբ մի պետություն, որը հետապնդում է իր իսկ եկեղեցու առաջնորդին, այն էլ ազգային եկեղեցու առաջնորդին, դժվար է պատմության մեջ նման դեպք փնտրել։ Այո, եղել են տարբեր պետություններ, որոնք պայքարել են իրենց տարածքում գտնվող այլ եկեղեցիների առաջնորդների նկատմամբ, բայց տվյալ դեպքում ես կարծում եմ, որ սա անարգանք է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, իշխանության կողմից, իրավապահ մարմինների կողմից եւ այս աննախադեպ անարգանքը պետք է ապագայում վստահեմ իր իրավական, քաղաքական, ինչու ոչ քրեական հետևանքն ունենա։